Ես ձեզ չէի ասում, թե ով է մեր հյուրը լինելու, գաղտնիք էի պահում, այսօր մեր հյուրն է, պարոն քաղաքապետը, պարոն Գևորգյանը, որը կներկայացնի քաղաքական համակարգ, այն խոսակցությունների, այն ուղղությունների մասին, որ մենք ծանոթ ենք նաև այս դասին կծանոթանանք։ Բնականաբար քաղաքական համակարգի կարևոր մաս են կազմում քաղաքական համակարգի սուբյեկտները, պետություններ, կազմակերպություններ, նաև հասարակությունը։ Հիմա աշխարհում ընդունված է բազմակարծությունը, քաղաքական տարբեր հոսանքների ուղղությունները, որի մասին պարոն քաղաքապետը ձեզ կներկայացնի, վերջում էլ արդեն դուք հարցեր տվեք պարոն քաղաքապետին։ Սիրով ձայնը տալիս եմ պարոն Գևորգյան։ Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, կարծում եմ նաև որոշակի եւ նաև սա ինքնակրթության մի առաջադրանք ինձ համար, նաև ճիշտ է աշխատանքային առօրյայի մեջ նաև շփվում ենք նշված հարցերի, բայց նաև դպրոցական գիտելիքները կարծում եմ երբևէ վնաս չի։ Խոսում ենք հիմնական այն թեմաների մասին, որի մեջ մենք ապրում ենք։ Ճիշտ է, մի մասս կարծես թե անկողմնական, մի մասը անմիջապես գտնում ենք այս քաղաքական հուսակների, գաղափարական հուսակների ներկայության ազդեցության տակ։ Դասակարգից դուք արդեն տեղեկացել եք և ծանոթացել եք, ինչպիսին են այսօր արդի գաղափարական հուսանքները, ազատականություն և պահպանողականություն, ուրեմն դա մեկ հաջորդ պահպանողականություն կամ կոնսերվատիվիզմ և մեզ նաև ունենք սոցիալ ժողովրդավարական և ազգայնականություն, որի վրա ես հատկապես շատ եմ փորձելու իմ այսօրվա դասախոսությունը, այսօրվա հանդիպումը սերվել, երբեմն ունեն իրենց սահմանադրությունները, սա արդեն մեր Հայաստանի Հանրապետության պետության սահմանադրությունն է, որը ձեր ծնողները, նաև դրական իրավունք ունեցող քաղաքացիները դեկտեմբերի 6-ին հանրաքվեով վերահաստատել են այս փոփոխությունները։ Հետևաբար, նաև մենք երբ բացում ենք սահմանադրության գլուխները և համապատասխան գործվածքներ, ընդհանուր առմամբ մենք կարծում ենք մարդը և նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներ և ազատություններ, իշխանությունների բաժանում և քաղաքաշրջման սկզբունք, իրավական նորմեր և այսպես յուրաքանչյուր գլուխ նաև սահմանում է մարդու գործելավոճ ու մարդու ողջ էությունը հենց հասարակության որպես էակի։ Այստեղ նաև ես ունենք գաղափարախոսական բազմակարծություն և բազմակուսակցական համակարգի իրավունք, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այդ ունի։ Եվ ինչ է ազատականությունը։ Ազատականությունը ամենայն դեպս դա մարդիկ վրան ծնվում են տարբեր ընտանիքներում, տարբեր միջավայրերում, տարբեր եթերներում, հետևաբար նաև մարդիկ բնականից միատեսակ չեն։ Տարբեր են նրանց և շահերը, տարբեր են և նրանց կյանքի պայմանները, ասենք հյուսիսային դերերում կամ հյուսիսում կամ հարավում ծնված անձը մարդը այլ հատումներ ունի, այդ բնակլիմայական պայմաններում է նա ապրում, հետևաբար նաև դրսևորումները կյանքի ընթացքում խիստ բազմազան են և տարբեր։ Ուրեմն նաև այս ամենով հանդերձ մարդկությունից զարգացման փուլերի մեջ դուք անցել եք նաև ֆորմացիաներ, սկսած նախագահային համայնական հասարակարգից մինչև կապիտալիզմ, մինչև սոցիալիզմ, որը այսօր կա, շատ երկրներ ունենք Եվրոպայի երկրներ, որոնք որդեգրել են սոցիալիզմը, դա սոցիալական հիմնախնդիրների լուծման կատարելության աստիճանն է և հենց մենք այս ազատականությունը հիմնականում դրսևորվել է մարդու ազատ գործելավոճի մեջ։ Մարդը պետք է իր
կարծիքների, հայացքների, ուսումնքների և քաղաքական հայացակարգերի մեջ լինի բազմազան և նաև այստեղ խրախուսում է առողջ գաղափարակաղակական մրցակցությունը։ Այն հնարավորություն է տալիս ընտրելու զարգացման և հասարակական հիմնախնդիրների լուծման առավել ընդունելի տարբերակներ։ Սրանք նաև տեղի ունենում բազմակարծության կարծիքներ արտահայտելու միջոցով։ Եվ այս գաղափարախոսության մեջ, գաղափարակաղակական այս ոլորտում բացառվում է կամայականությունները, բայց կամքի արտահայտությունը դառնում է առաջնային բոլոր ժամանակներում։ Դա ազատականությունը ինքը լիբերալիզմն է, հաճախ լսել է կամ նաև աշխարհում կուսակցություններ տարբեր երկրներում են իրենց կուսակցությունները, նաև սա լիբերալիզմն է։ Այս հոսանքի հիմնական գաղափարներն ու սկզբունքները անհատի որպես առանձին արժեք և նրա պատասխանատվությունը իր գործողությունների համար, մասնավոր սեփականությունը որպես անհրաժեշտ պայման անհատի ազատության համար, ազատ շուկա, այսօր մենք լսում ենք, շուկայի ազատականացում, ազատ շուկա, ազատ մրցակցություն, ձեռնարկատիրություն, հավասար հնարավորություններ իշխանությունների բաժանում և նաև այստեղ մենք ունենք մեր սահմանադրության մեջ ամրագրված ինչ է նշանակում իշխանության բաժանում և ինչ է նշանակում ազատականություն։ Դա 4-րդ հոդվածում պետական իշխանությունը իրականացում է սահմանադրության և օրենքների համապատասխան։ Այսօր գաղտնիք չէ, որ անդամ ժողովրդի մեջ կա նաև խոսակցություններ վարելիքի ներդրումը մեկն է իրականացնում, դարել է մոնոպոլիա կամ որևէ սննդամթերքի։ Այս ամենով հանդերձ սա նաև հաճախ դառնում է այնպես, որ մարդը չի կարողանում նաև ազատ ստեղծագործել, ազատ իր հնարավորությունները բացահայտել։ Հետևաբար նաև այս ազատականության մեջ նաև եվրոպական մի շարք երկրներում առաջ եկավ մարդկային հարաբերությունների մի էտապ և մարդիկ նաև ստիպված նաև կառավարությունները, պետությունները նաև սահմանադրության մեջ ամրագրեցին մարդկանց սոցիալական ապահովության երաշխիքներ։ Օրինակ, ինչպիսի սոցիալական ապահովության երաշխիքներ գիտեք, ես սա բարձրապես նաև հարց պատասխանի կապված, որոնք այսօր մեր երկրում գոյություն ունեն, ասենք կա արդյոք մեր երկրում սոցիալական ապահովության երաշխիքներ, դպրոցականի, նախակրթարանի աշակերտի կամ այսօր մենք ունենք կենսաթոշակառուներ, ունենք նաև նպաստառուներ, ի վերջո այսօր նաև մեզ ունենք մտավոր թույլ զարգացած երեխաներ, մեզ ունենք հաշմանդամ հաշմված քաղաքացիներ։ Սրանց նկատմամբ կա արդյոք ձեր իմացության մեջ, ասենք, գիտեք, ինչպիսի երաշխիքներ կան, ես խնդրում եմ, ով կարող է պատասխանել, կա այդպիսի բան, որ դուք գիտեք։ Ասենք, ինչով է արտահայտվում հատկապես դա, ասենք, նշեցի ես սոցիալական այն շերտերը, այսօր աշխատում է և աշխատավարձ է ստանում։ Բայց նաև պետության և սահմանադրության գործառույթների մեջ հատկապես նրանց սոցիալական երաշխիքներ ապահովելն է։ Ես խնդրում եմ, եթե կան վերջին։ Ուրեմն այսօր բուժումը, անվճար բուժումը, լսում եք պետ պատվերով բուժում, դա սոցիալական երաշխիք է։ Կամ նաև մեր քաղաքացիները ունեն առողջարաններում, հանգստյան տներում հանգստանալու իրավունք։ Սա ոչ միայն իրավունք է, որ կարող ես գնալ և առնել այդ ունենքի և գնալ առողջարանում հանգստանալու, այլ նաև այսօր ստեղծվել է ոչ միայն կուսակցություններ, այլ նաև կան հասարակական կազմակերպություններ, ասենք, կան արբիցություններ, որոնք իրենց անդամների, առնության անդամների պարբերաբար իրենց կանոնադրության, իրենց աշխատանքի մեջ նաև կարողանում են ապահովել։ Կան հիմա լսում ենք բժշկական ապահովություն կամ մեքենայի ապահովություն։ Սրանք երաշխիքներ են, որպեսզի նաև կարողանան մեղմել և սոցիալական այդ անջրպետը, որ առաջանում են, ու նաև որպեսզի կարողանան զսպել այդ նույն մոնոպոլիան, որ միայն փող աշխատելու համար չէ ծնվում ես և միայն շահեկան միջակայքում չես, նաև քո աշխատանքից ու պետք է կրթությանը անես քո մասնանունները, մշակույթը պետք է անես քո մասնանունները, այն որ մենք այսօր շահութարի կամ եկամտահարկի մասին օրենքներ ունենք, հենց դա է ասում ես սահմանադրության մեջ կան օրենքներ, որոնք դա կամա թե ակամա նույն միջավայրի, նույն մասնավոր սեփականատիրոջը նաև ստիպում են օրինակ գալ դաշտ։ Ասենք շահութահարկի
Մասանուններից 5% զեղչեր է սահմանում այն իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր իրենց միջոցներից բարեգործության կամ սոցիալական այլ ծրագրեր իրականացնելու ժամանակ նրանք գումարներ են հատկացնում եւ ներկայացման պարագայում արդեն նրանք շահարկից 5% միանշանակ նվազեցումներ են ստանում։ Սա պետության կողմից իրականացված սոցիալական ուղղությունն է, այս երաշխիքները կամ մարդ աշխատում է, այսօր մենք ունենք կենսաթոշակային տարիքը դրանից հետո եթե չլինի պետության ձեռքը, չլինեն օրենքների դիկտատուրան եւ չլինի այդ ամեն ինչը մշակված, հետեւաբար 63 տարեկան դրանով կամ 60 տարեկան դրանից կասեն բարի ճանապարհ գնա։ Ոչ, այսօր ասում են նա արարել ստեղծել եւ ստեղծագործել է ի նպաստ ոչ միայն քեզ, այլ նաեւ իր պետության, հետեւաբար այն քաղաքացիներ եւ ես նրան պարտավոր եմ նաեւ քո միջոցների հաշվին դու պարտավոր ես յուրաքանչյուր ամիս կենսաթոշակային հիմնադրամին փոխանցելու որոշակի գումար, սահմանված գումար, որը հետագայում նաև ծառայելու է տվյալ աշխատողի կենսաթոշակի անցնելու ժամանակ վճարել, որպես ես կարողանամ վճարել կատարել։ Կամ նպաստել այսօր, mēs ունենք բազմաթիվ հասարակության մեջ հատկապես 20-ին տարվա ընթացքում մենք ականատեսն ենք եղել երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, ջարդեր, մի քանի օր առաջ Զուգայթյան ջարդերի մասին ենք խոսում, փախստականներ, որոնք նաև մեր միջավայրում կան, Արցախյան ազատամարտ, mēs ունենք զոհված ազատամարտիկներ, ունենք հաշմանդամ դարձած ազատամարտիկներ եւ ընդհանուր առմամբ նաև mēs ունենք մնացին արատ ունեցող նաև քաղաքացիներ, որոնց նաև այստեղ է նաև ապահովում երկիրը, պետությունը իր օրենքներով, օրենսդրական դաշտում, որ մարդիկ նաև կարողանան իրենց անհրաժեշտ հոգսերը հոգալ ոչ իրենց հաշվին կամ իրենց ընտանիքի հաշվին, այլ նաև թավ նպաստներ ասում, նույնիսկ թավումների ժամանակ կան թավան նպաստներ, նույնիսկ այսօր մենք ունենք երեխաների ծննդյան նպաստներ, արդեն ավելացել է 3 եւ ավելի, 4 եւ ավելի, 5 եւ ավելի երեխաների համար տրվում են սա սոցիալական երաշխիքներն են եւ այստեղ ես նաեւ շատ ուզում եմ շատ կարեւոր է պետության խնդիրն է օրենքով կարգավորել քաղաքացիների միջև առաջացող հարաբերությունները, ինչը պետք է ապահովի անձնավորությունը, սեփականության անձեռնմխելիությունը, մարդու եւ քաղաքացիության մյուս իրավունքները։ Մենք նշեցինք գոյություն ունեն գործադիր, օրենսդիր եւ դատական մարմիններ։ Գործադիր մարմինը մեր երկրում դա կառավարությունը, հանրապետության կառավարությունը, ինչ է պահպանողականությունը։ Հիմնական դրույթները ձևավորվել են եւ զարգացել են ազատականության սոցիալ ժողովրդավարության գաղափարական այլ ուսանողների դեմ հակադրության մեջ։ Սկզբից եւ այդ պահպանողականները հանդես են գալիս գոյություն ունեցող համակարգն առանց որևէ լուրջ փոփոխության ենթարկելու օգտին, այսինքն դա պահպանելու։ Մենք հայերս ավելի շատ պահպանողական ենք, դա հենց երևում է մեր արմյանի մեջ։ Կան ավանդույթներ, ազգային ավանդույթներ, հիմա մենք շատ ենք խոսում, Եվրոպան այլասերված է, Եվրոպան քանդում է մեր աչքի առջև, եվրոպական արժեքները, երբ մենք ասում ենք եվրոպական արժեքներ, սա սպորտի կան նաև նեգատիվ երևույթներ։ Բայց ամենապրիմիտիվը հարսանիքների բոլոր մասնակցությունը, ափսեն երբ դնում է եւ հարսը ջարդում է, դա ավանդույթ է։ Դա պահպանում է։ Կամ բազմաթիվ շատ այլ ավանդույթներ մեզ ունենք, որոնք պարտադիր մեզ համար գոյատևման եւ նաեւ ապագան կերտելու որոշակի են հանդիսանում։ Պահպանել այն ամենը, այն լավը, այն բարին, ինչ կա։ Եվ դրա վրա դաստիարակել սերունդ, դրա վրա կառուցել քո պետության շենքը։ Հիմնահատակ ոչնչացնելը այդ պահպանողական այս հոսանքի կողմնակիցներին խիստ դեմ է եղել եւ նրանք միշտ դա նկատի են ունեցել։ Նրանք միշտ կյանքին նայել են էվոլյուցիոն զարգացման տեսակետից։ Պետք չէ միանգամից ամեն ինչը ոչնչացնել, քանդել, գաղափարական այդ հոսանքներից հաջորդը սոցիալ ժողովրդավարականն է։ Սա մի քիչ ավելի շատ հոգեարազատ է այլ մեր ուսուցիչներին, ինձ, մեր տարեկիցներին, ձեր ծնողներին։ Այս հոսանքը ամենատեպս հիմնականում առաջացավ
Եվրոպայում 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին հիմնականում Եվրոպայում սկսվեց բուրժուա դեմոկրատական բազմաթիվ հեղափոխություններ, դրա վկայություններ պատմական էր 1789 թվականի ֆրանսիական բուրժուական հեղափոխություն, որի ժամանակ հենց սկիզբ դրվեց շատ ժողովրդավարական արժեքների։ Այնուհետև այդ ուսմունքը կարծես թե որդեգրեցի Մարքս և Էնգելսը և դա նաև հաճախ մենք լսում ենք Մարքսի տեսությունը, այդ քաղաքական խոսանքի արվա, այստեղ նաև սոցիալական բախվածության արդյունքում շատ նաև առաջատած ապահովվեց մարդկության հետագա զարգացման համար։ Այստեղ Մարքսի և Էնգելսի հիմնական իրենց կային արտադրական ուժեր, դա մարդիկ էին քաղաքացիներ և կային նաև աշխատանքային գործիքներ, դրանք գործարաններ, գործիքներ միայն բան հիմնական ավելի շատ իրիկատներ ստեղծվեցին Անգլիայում մանուֆակտուրաները, կամ տարբեր տնտեսաշինական, տարբեր մանկաբարձության խոշոր ձեռնարկություններ, տեքստիլ արդյունաբերություն, նաև գյուղատնտեսության տարբեր ջուրեր, երբ պատմությունից անցել եք մի ժամանակ կար, ոչխարները ուտում են մարդկանց, այսինքն այնքան արդեն կարողացավ աշխարհը և անգլիական քաղաքակրթությունը, տնտեսագիտությունը այնքան կարողացավ առաջ գնալ, որ արդեն մարդիկ նաև հենց սա շատ առումներով հանդիսացավ այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխությունների։ Հիմա ես անպայման ուզում եմ մի շատ կարևոր նաև այստեղ շեշտ դնել, այսօր գրեթե մենք ինքներս ապրում ենք սոցիալիզմի դարաշրջանում, այսինքն դա ինչ ենք համարում է, որ սոցիալական պայթյունը այլևս չկա, մարդը ըստ իր աշխատանքի դիմաց վարձատրվում է իր ինքնությունների համար, մարդն այլ հասարակության մեջ իր տեղը ուներ։ Կան այսօր աշխարհում բազմաթիվ այդպիսի նմանատիպ երկրներ, որոնք որդեգրել են սոցիալիզմի քաղաքականությունը և ասեմ, որ շատ առումներով արդարացում են։ Այլ հաճախ հղումներ են անում Շվեյցարիին, շատ հաճախ հղումներ է արվում այսօր Չինաստանին, որը հզոր երկրներից են և կարողանում են իրենք այդ որդեգրած քաղաքականության արդյունքում նաև հզորացնել աստիճանաբար իրենց երկրները։ Հիմա ես ավելի շատ, քանի որ ինձ հոգի հարազատ է և նաև ձեզ է հոգի հարազատ, ես ուզում եմ հատկապես շեշտը դնել ազգայնականության այս գաղափարական խոսանքի վրա։ Գաղափարական ուղղություններից առանձնագի հետաքրքրություն ներկայացնում ազգայնականությունը։ Այս ուղղության համար առանցքային նշանակություն ունի ազգ և ազգային շահը։ Ընդ որում, ազգի, ժողովրդի, էթնոսի շահերը ներկայացնող գաղափարական ուղղությունը կարող է դրսևորվել ազգայնականության, նացիոնալիզմ և ազգայնամոլության, շովինիզմ։ Հիմա մենք նաև դուք ինքներդ ոչ միայն մեր սերունդը կամ մենք ենք պատմության վրա ուսումնասիրել, այլ նաև դուք ինքներդ այսօր տեսնում եք այդ ամենը։ Այսօր աշխարհում կան երկրներ, որոնք շփոթում են ազգայնականությունը, ազգայնամոլությունը։ Ուրեմն լսել եք Ադոլֆ Հիտլեր, կամ չգիտեմ մեկ այլ բռնապետ։ Նույն քաղաքականությունը ազգայնամոլությամբ նաև տարածվել է Թուրքիայի 15 թվականին, երբ նաև դրանից առաջ Աբդուլ Համիդի ժամանակ, երբ իրականացել են հայոց ցեղասպանությունը։ Այսինքն այստեղ նաև առաջացավ այդ հոսանքը, և ես ինձ հետ նաև անպայման վերցրել եմ որպեսզի մի ոչ ներկային Ֆրիդրիխ Նիչե, որը բոլորդ լսած կամ ծանոթ կլինեք, Նիչեի գաղափարախոսությունը գերմանդ ռասիզմի դրսևորումն է, որ գերմանացին ծնվել է անպայման աշխարհին իրանալու համար, և նրա համար մարդը դա բլոկ
Ստորին նա ստորադասում է, վերադասում և ստորադասում է մարդկանց, տարբեր կատեգորիաների, սա գերմանք է, սա ստրուկ է, սա իրավություն է ապրելու, այն ինչ գերմանացու համար սեղանի տրվերի կուտելիքը հաճելի է և նա մշտապես պետք է դա օգտագործի, այլ ժողովրդի համար դրանք պետք է լինեն թույլ։ Սա անընդհատ նա ցրտում է մարդկանց մեջ ատելություն սերմանել, ազգերի մեջ սերմանել ատելություն կամ ինչ է գաղափարախոսությունից մի կետ կա, որ նա միշտ ասում է չար ազգերը երբ մի երաժշտություն չունեն, հապա ինչու ռուսներն ու հայերը ունեն։ Իսկ սա արդեն հղում է անում իր երիտասարդությանը իր գերմանացի ժողովրդին։ Ասում է չար, ես գիտեմ, չար ազգերը չպետք է որ երբ երաժշտություն ունեն, հապա ինչպես է որ հայերն ու ռուսները ունեն։ Սա արդեն միտք է։ Նույն գերմանացու երիտասարդի մեջ, որ հետագայում ձևավորում, այո, ուրեմն սա չար են և սրանք իրավունք ունեն և երաժշտություն ունեն, սրանք պետք է միայն բանեն, պետք է միայն աշխատեն և մենք որպես գերման մենք պետք է դրանից օգտվենք։ Դա է նրանց գաղափարախոսությունը, սրանք պետք է ստրուկներ լինեն, եղել է մարդկանց վաճառք, անընդհատ սկսել են պատերազմները ամենայնպես եղել են և կլինեն պատերազմը դա մանկության չարիք և արել, բայց երբ դու նպատակային գնում ես և ոչնչացնում ես ազգին, որ նա հայ է, նա հրեա է, դա արդեն ազգանամություն է, որը դրսևորվեց հատկապես, ասում մեզ համար, մեր ազգի համար 15 թվականին և նաև այդ դրսևորները ունեցավ իրենց հետևանքները 41 թվականի 30 թվականին և աշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերի իր պայքարը գրքի մեջ նա հստակ նաև ծաղկակալ էր արել Իչեից հրուներ արել, Իչեին նույնը նաև Իտալիայում դսել է Մուսոլինին, նրանք անդատ ձգտում էին, որ այո, մենք ենք այս աշխարհի տերը, Աստված արարել ստեղծել է մեզ աշխարհի տերը լինելու համար։ Եվ ինչ էր ասում դժտերը, այ հիմա սա նացիոնալիզմն է, ազգայնական էր, իր իմաստությամբ, իր խորությամբ և նա երբեք չի ասել գնալ և ոչ ասել, բայց նշները ունի իր թեզիսները, իր թեզերը, ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդափոխ է միայն բացառիկ անկախության մթնոլորտում, առ ինչու մարդկությունն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պետք է լինեն ինքնիշխան, ազատ ու անկախ։ Այսինքն նա ընդամենը մեր ժողովրդին, հայ ժողովրդին տալիս է դասել, որ ինչպես կարելի է ուժ եղանալ, հզորանալ և իրենց տեղը գտնել համաշխարհային ժողովրդների ընտանիքին։ Կամ ապագան վտանգված ժողովուրդը ինչպիսին է մերը, դերևս դժտերը սա գրում է 30-ական թվականին, երբ ինքը Ամերիկայացել նահանգներում ստեղծեց տարօրինական շարժում։ Տարօրինականության մեջ հիմնական գաղափարախոսությունը հայրենասիրությունն էր և նորանոր արևներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի մեր ազգի մասին խոսքը։ Բարձր հայրենասիրություն, այնպիսին, որով քաղցրանում է մեր հավաքական և անձնական ցավերը։ Գինետնային հայրենասիրությունը, որը բավականին ունի իր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից։ Աշխատ մենք ուզում ենք, կան գինասներ, սեղանի շուրջ, հարսանիքներ, երևում, ուշխմուշ և լսում ենք, խմենք հայրենիքի գինաց, խմենք մեր երկրի գինաց, բայց իր զավակը, եղբոր զավակը բարակից ազատվել է լինելով լրիվավորչ։ Ինչի մասին է խոսքը, չեն կարող դատել հայրենասիրության մասին ասել խոսել կամ ամենապերեցիվ հայրենասիրություն։ Մենք կարող ենք մեծ սիրուն դպրոցի ճանապարհին ոչնչացնել ցանկապատը, կոտրել ծառը, բայց կենսաբանություն, ուսաբանություն արել դպրոցում 5 ստանալ, 10 ստանալ։ Դատապարտին է նաև պայմանական հայրենասիրությունը։ Հայրենիքը պետք է
սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից։ Իսկ դա այստեղ կուսակցությունները գաղափարախոսությունը ընդհանրապես պետք է դեր չունենա։ Հաճախ մենք լսում ենք թողնել գնամ իրից, որովհետև այս նախարարը, այս քաղաքապետը, այս մասպետը, այս պետական չինովնիկը չի անում այն ինչ է։ Ուր թողնենք գնանք, դեր հայրենիքը ձերն է և հետևաբար նաև չպետք է մենք հաճախ պատճառաբանություններ կամ ինչ-որ մտքեր մողոնենք, որ այդ հայրենիքը մեր հայրենիքն է։ Հետևաբար հայրենասիրությունը պետք է մեր մեջ անընդհատ օրեցօր իր քորը նստվածքները ունենա։ Հայրենասեր չի նշանակում օտար ժողովուրդներին լինել թշնամի, այլ սա այն մեղքն է, որ քիչ առաջ Նիչեի կամ շատ շատերի ասածների մեջ նժդերը հղումներ անում, հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդներին լինել թշնամի։ Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են լինել մեզ թշնամի, ասիկը ինչ դու ուզում ես ուրիշին, ուրիշը պետք է քեզ ցանկանա միաչնենք, ասիկը մենք համարտություններ չի ուզում նայի դերես դեցի, բայց ուժեղացնել անպայման նա ցանկանում էր։ Հզորանալու մի իմաստուն ճիք է հայրենասիրությունը։ Ժողովրդների մեջ մի ստոր տարկա, անհայրենասիրություն։ Եվ նաև հաճախ ինքը դժդերի հետաքրքիր բան էր, նա հայ ազգը հայ բաժանում էր 3 ամուսունների, գիտուններ, գիտուններ, որոնց մեջ մտավորականություն տարբեր գործիչներ, դառնում արման դասերակված մարդ։ Ուրեմն նա նաև բաժանում է մորորյալներ։ Այսինքն մարդ կարող է նաև մորորի, դա չի նշանակում ճանապարհից մորորից, բայց նաև այսօր ուղեցույցներ են դնում ցանկացած տուրիստական մարշրուտի ժամանակ, որպես մարդ չմորորի և չմտնի վտանգավոր գոտի դնում են ուղեցույցներ, որ ճանապարհը սա է, այստեղ աղբյուր է, դուք ինքներ ճանապարհի գնում և ճանապարհին նշված է հացատան նշանը կամ աղբյուր նշանը կամ վերջական հատակա մանակավայր։ Նույն նաև մարդկային կյանքի մեջ են մորորյալները։ Դպրոց եթե չգնաս, հետևաբար չես կարողանա նաև սերտես իմանաս գիտության գաղտնիքները, կյանքում անպայման կմորորվես։ Կամ տարբեր աղամներ կա այսօր։ Մենք ինքներս հայ քրիստոնյաներ ենք, մեր դավանանքը դա է, հայ առաքելակայքից, բայց նաև լսում ենք հաճախ տարբեր աղամներ, որոնք ութերգործում մեր միջավայրը։ Սրանք մորորյալներն են և ամենակարևորը, դժդերը նաև իր երրորդ հայի տեսակը տականք, բնորոշել այսպես, ազգի տականք և ինչն է շատ կարևոր, նա միշտ ասել է, սա նաև հայ ազգի վերաբերած, տականքի երբեք չես կարա դարձի դերից, բացառվում է, տականքը տականք է, նրան երբևէ չես ուզում ես դասախոսներ, մանկավարժներ, չես կարա տականքին երբևէ նորից բերել հասնել այս մակարդակին, բայց մորորյալներին անպայման հնարավոր է և մորորյալներին կա պայքար երկու ուսումի մեջ և գիտունները մտավորականություն պետք է ձգտել անդադ այս խմբից, որը գերակշռող մասն է անպայման, հատկապես նորանկախ, նոր զարգացող երկրների համար, ժողովրդների համար սա գերակշռող մասն է։ Ով ինչքան կարողացավ տանել, այդքան ինքը հզորանում է, այդքան շատանում է։ Եվ սրանց մեջ պայքար է։ Շատ մտքեր, շատ նաև այստեղ ես նշում եմ պահպանողական հոսանքներ արել, մենք խիստ պահպանողական ենք և նաև ազգայնականներ։
մենք պետք է մեր մասիսը, մեր կորուսված հողերը, ամեն ինչ այն փորձածները մենք բերելու ենք միայն, երբ լինենք հայրենասեր, հայրենապաշտ։ Հիմա ես կառաջարկեմ մեր դպրոցականներին մենք նշեցինք ուղղությունները սոցիալ ժողովրդավարական, ազգայնականություն, պահպանողականություն և ազատականություն այս ուղղությունները։ Հիմա ես խնդրեմ յուրաքանչյուր անկյունում 4 անկյուն ունի դասասենյակը, մենք անկյունում հավաքում ենք նրանք, ովքեր այս քաղաքական հուսակների կողմնակիցներ են կամ այսպես ասած հավաքում են կամ համարում են ճիշտը։ Տեսնենք, սա զուր նաև կլինի խաղ և մենք երկուսրեք հարցազրույցների և հարց ու պատասխանի միջոցներում կարողանանք համոզել ինչու սա և ինչու ոչ սա։ Եվ ես խնդրեմ նաև ես նաև թեր եմ վերում, ենք նաև հանձնարարենք, որ անպայման ինձ համար և բոլորս համար ճիշտ կլինի, որ նաև այդ անկյուններում հավաքված աշակերտների անմասկանները մենք անպայման ունենանք և չեմ կարծում, որ հնարավորություն չենք ունենա տարեվերջյան ուսումնական տարվա ավարտից հետո մենք նույնպես այսպիսի մի թեթև դաս կանցկացնենք և փորձենք իմանալ, որ քաղաքական հոսանքին մարդիկ ավելի շատ հավատում։ Ես նրանք վստահ եմ, որ նաև դասագրքային այս դասերից հետո անպայման կողմնորոշումներ արդեն հստակ ունենան մեր աշակերտները։ Ես հիմա ուրեմն մենք կախենք Ես նաև էր ուսուցիչների նաև դուքները ես է բան, որ Եվ ես նաև խնդրում եմ, յուրաքանչյուր մենք յուրաքանչյուր խնդիր մենք տալիս ենք նաև դուք հասկանումները և դասարանները անուն հասկանումները և դեցը պատվար Լավ, հիմա 10 խաղ։ Ինչու ենք մենք հատկապես պահպանողականություն, ազատականություն, սոցիալ ժողովրդավարություն և ազգայնականություն։ Մեկ րոպե ժամանակ, և ես նաև կարծում եմ ձեր մեջ կտրենք մեկին, որը ձեր բոլորի աշակերտը ասեք, ինչու համար հատկապես մենք կտրենք քաղաքական այս հոսակները։ Մենք ցույց ենք շատ շնորհակի ուղղությամբ։ Կտրենք, ինչի եք հատկապես կտրենք Քանի որ մենք մտածում ենք, որ պետք է պահպանի հայկական ավանդական Խախանները դեմել որևէ ազդեցություն բացասականացմանը և նպատակությունը դարձել փոխիչմանը և պահպանողականությունը ուշեցինք, որովհետև այն շատ կարևոր է, այն չի ակցում բռնություն, փոխիչումը և այն օրենքների մաքուր տեսքով իրականացմանն է վաստ։ Համաձայն եք նշված տեսակետում, դե չէիք ուսում։ Այդ բավականին լավ հիմնավորում է ասում մեր աշակերտուհին, մենք ունենք ազգային արժեքներ և այդ արժեքների պահպանության համար մենք պետք է բոլորս անպայման ձգտենք ու պահպանենք։ Ֆոկրեմ նաև մեզ համար ազգայինը դերևս նաև հայ
Արաքելյան եկեղեցիներ, արաքելական եկեղեցիներ, որ կատարել են կատարել։ Չտրվելով ավանդի, կամ մեր կրթությունը, կամ մեր մշակույթը հայրենից։ Խնդրեմ, լսում ենք ազատական ինչու հատկապես Մենք ընտրել ենք ազատականություն, որտեղ կարծում ենք մարդ ինքը ծնվել է ազատ և ազատականությունը ավելի հոգեհարազատ է, քանի որ մարդ ինքը ընտրում է ազատականություն որպես սեփական և ազատ։ Բացի ազատությունը չի, ազատություն կար երկիր, որտեղ գործում է օրենքներ, ու ամենախիստ օրենքներն է երկիրում, բայց ազատականությունը ամենալավ բանն է, որ ենք Մեր աստանության մեջ եղել է ԽՍՀՄ-ի օրոք եղել է սոցիալ-ժողովրդավարական կարգեր և այսօր էլ այն շարունակում է և ընդհանուր առմամբ շեշտը դրվում է հասարակության վրա, այսինքն մեկը կարող է ամենալավ մյուսը վատ և սա անկախ ելից բերում է սոցիալական անարդարության լսում ենք ձեզ ազգայնականներ Պարոն Գևորգյան, եթե չունի ազգայնականությունը, ապա չի լինի ոչ պահպանողականությունը, ոչ ազատությունը, ոչ էլ Բրավո։ Քանի որ պետք է լինի ազգայնականություն։ Քանի որ պետք է միավորի ազգը, այսինքն ժողովրդին, և պետք է այսինքն ժողովուրդը միավորի միազգին պետք է հասնի այս երեք ուղղությունների մեջ։ Եվ ազգի միասնական պետք է լինի, որպեսզի իր նպատակին հասնի։ Այսինքն նպատակին հասնելու, եթե ունես քեզ նպատակին հասնելու համար նաև պետք է լինես հայրենասեր։ Պետք է լինես հարգես քո ժողովրդին, քո ազգը, որ կարողանաս եւ պահպանես, կարողանաս եւ ազատականություն ունենաս վայելես եւ նաև կարողանաս սոցիալական խնդիրներ։ Եթե չլինես ազգայնական, եթե քո ազգի նկատմամբ ուստացես հարգանքիսը, երբեք չես մտածի, որ դու կարող ես նրան ազատ շուկա տրամադրել, նրան ազատ տնտեսական գործունեություն հնարավորություն նույնը նաև երբեք չես անի, անվճար ուժում, անվճար կրթություն, եւ նաև մեր ազգային արժեքները պահպանելու համար պետք է սիրես քո ազգը եւ նաև նժդե ազգը նաև այլ տավանջատում են նաև ոչ թե գերմանիա, ծեր գաղափարի մեջ իմ այստեղների մասասներ նաև որոշակի խթան եղան էլ ավելի շփվելու այս գաղափարակարգությունների հետ ես կյանքում կարողանալու համար անհրաժեշտ է սա այս սարողային կապարան ես համոզված եմ եթե մենք կարող ենք լավ տիրապետել հետևաբար մեր մեջ անպայման ձեր մեջ կլինեն ապագա լավագույն տնտեսագետներ, ապագա լավագույն գործարար միջավայրի ներկայացուցիչներ, սեփականատներ, մասնավոր սեփականատերեր։ Անպայման ձեր մեջ կլինեն սոցիալական ժողովրդավարության տնագավարի լավագույն աշխատակիցներ, պետական իշխանության համակարգի չինովնիկներ, աշխատակիցներ եւ նաև սոցիալական ոլորտի բազմակողմանի տարաբնույթ օղակների ղեկավարներ, աշխատակիցներ, վստահ եմ, որ նաև ձեր մեջ կլինեն մշակութային գործիչներ, կլինեն նաև արվեստի, մշակույթի, կրթության, հիմնական այն պահպանման արժեք ներկայացնող կառույցների աշխատակիցներ եւ անպայման նաև սրա արդյունքում մենք չենք շփոթվի երբեք, կամայականությունների չենք ենթարկվի եւ սիրենք մեր ազգը, մեր երկիրը, մեր ժողովուրդը։ Այս սրանք այն կարևորագույն գամերն են, նեխերն են, որոնց վրա մենք պետք է կառուցենք մեր ապագա ծառը։ Իմ խորի երախտագիտություն շնորհակալություն ձեզ։ Նախ սերիներս հիշեք այս սխեման։ Վերելի մասում քիչ է նշտին, ներկայումից շատ չէ։ Ես եմ ցանկանում, որ այս մոլորյալներից միշտ վեր
ներքև չգնում։ Մեր այս դասը այդ նպատակն է տալու։ Անկեր Գևորգյանը, պարոն Գևորգյանը յանալ դաս է անցկացել, մի դաղ նետացեն, մենք ուսուցիչները շատ դժվար ենք դաս լսում։ Մենք ավելի հաճախ դաս ենք պարապում։ Իմ պաշտոնն մենք դասեր ենք լսում, բայց դժվար է դաս լսում։ Ես օրինակ գիտեմ, որ շատ ուսուցիչներ հաճույքով պարապում են, դժվար լսում, այսօր առանձնահատուկ հաճույք ենք լսել, որովհետև շատ է տարբեր անցկացրել դասը, ճիշտ է, մենք մասնագետներ ենք, այս առական պարապում ենք, բայց շատ է տարբեր ձև ենք ներկայացրել եւ ինքնուրույն դուք հիշեք դեր ամբողջ կանցի ընթացքում, որ ձերս ինչ դասական, ես ինչ դասը վարել է ձեր քաղաքապետը, ծի Յանալի դասը։ Շնորհակալություն բոլորի կողմից, շնորհակալություն Յանալի դասը անցկացնելու օվանդակալից եւ ինստումներ նկերի կամբիլեն կարաչ։ Սամալություն ձեզ։ Շնորհակալություն շատ։ Եվ ապերա շնորհակալություն ձեզ։